Այ մարդ, Ազիզորով աղցան եմ պատրաստում որ ուտեմ ու ես Facebook-ի ռիլսերը հերթով գնում եմ։ Ու ինչ եմ տեսնում։ Наверное, это не к месту. Ну, пожалуйста. Мы вместе с вами. Нужно сделать все, чтобы их больше не было. Потребует 5 месяцев. Я не знаю, как просить, как умолять этот народ, чтобы они опомнились, что они творят с нами. Мы умоляем вас, пожалуйста, сделайте все, чтобы их не было. Чтобы следа от них не осталось. А то все, что у нас осталось, и то продадут. Сделайте из нее мечи. Умоляем вас. Сделайте все. Пожалуйста. Мы все вместе с вами. Надейтесь на нас. Ուրեմն ռսկախոսնայա ջան, Աստված ինձ այնքան մեծ համբերություն տվեց, որ տվեց Ազիզորով էլի, նամանավանդ, տենց սուրբ տեղ ես դու կանգնած էլի, որպեսի քեզ չկոխեմ ցեխը, հավի տապակա չանեմ, չհանեմ, թափ չտամ, չջփխեմ, չփռեմ ասֆալտին, նորից հանեմ, չիր սարքեմ։ Որովհետև մտածում եմ, որ կարող է անուղեղ ես, ու այդ անուղեղ լինելու մեջ դու մեղք չունես։ Ես այսպես մտածեմ, էլի։ Սա ամենամեղմն է, որ մտածեմ, բայց քեզ դնեմ մի կողմ, որտեղ քո նմանները ընդհանրապես իմ երկրի վրա տղա բերող, մարդ բերող, չգիտեմ, ինչ որ ուժեղ, ինչ որ երկիր պետություն բերող չատլախները Հայաստանի Հանրապետությունում կան։ Այդ մասան կա, ու այդ մասան, ոնց որ իրանց պապերն են ծախե ղարս, անի, Մասիսար, Արցախ, ասենք այդ նույն Նախիջև անվան, այդ ամեն ինչը որ կատարվել է, ձեր պապերի փափուկ ձեռով է կատարվել, հենց այնպես չէր կատարվի, որովհետև հայը երբեք մի կտոր մազ անգամ հող չէր տա ոչ մեկին, առավել եւս թուրքին։ Այդ ձեր պապա կոչված, այդ ձեր լեզվով, այդ ռսկախոսնայա որ խոսում եք, սուկի։ Դուք որ այդ լեզվով եք անգամ դիմում նարեկ ջան, չգիտեմ որտեղից ես դու այդ պարվա։ Մտածեմ, որ դու ուղղակի դիմենցիայի մեջ ես, որպեսզի քեզ ավել պակաս չշշեմ ստեղ։ Ես հիմա մտել եմ ուրիշ բան ասեմ։ Նարեկ ջան, դու ինձ այն որ ասում լրիվ հիաստափեցրիր ախպեր։ Նարեկ ты меня разочаровал, окончательно։ Ախպեր գնա այդ եվրեին բացատրի, որ մի հատ թող հասկանա հայ ազգը ով է։ Արա դուք լրիվ լուրջ եմ ասում, ձեր փողերը քամուն եք տալիս։ Նարեկ ջան, ուրեմն հաջորդ անգամ որ նման բան ունես, հա, անպայման հայերեն լեզվով խոսացող կնիկ բեր, հա։ Մեկ էլ այնց հարավ որ մազերը սպիտակ կնի, որտեղ էսի չի ազդում, էլի։ Հա, էսի ոնց որ Բաքվից նոր տեղափոխված մի հատ չասեմ ինչ լինի, սրա ասածը սրտեր են անելու, ապեր։ Արի քեզ ուշեմ, էլի։ Հա, մեղ քեզ էլի, որտեղ այդքան փող ես տվել ախպեր, հանգարցնես չլինի պարտվես։ Հետո գիտես խեմ քեզ օգնում, որովհետև այս անդիմություն կոչվածը էս դες վերջերս ես ոմեն անդիմության մեկին կպա իրա կզելու համար։ Հիմա էլ տարածում են լուրեր, որ ես ձեզ ագիտացիա եմ անում։ Ուրեմն մի քիչ համապատասխան եմ էլի իրանց բառերին։ Ուրեմն նախ ջան, լսի։ Ուրեմն հաջորդ անգամ նախ երաբլրից հեռու խաղա, հա։ Այդ սրբությունը հատե մի կպի, որտեղ շատերը կհելնեն վրովդ կանցնեն։ Երկրորդը, որ բերեմ ես անպայման հայերեն լեզվով խոսացող բեր, հա։ Որտեղ հայաց գատում է էլի ռուսին։ Էդի պետք է ջոգես, էդի պետք է ուզես չուզես ընդունես, տենց է։ Հա, երրորդը, ախպեր ջան, անպայման սպիտակ մազերով։ Չգիտեմ, Վարշավի գտի թողսե ու սպիտակ ներքի, որ մի քիչ ավելի նման լինի։ Ջոգիր։ Հա, ախպեր ջան, եթե դու ես կոպրիտ բռնի կամպանիան Ռուսաստանի Դաշնության համար, որ ընդեղի պրեզիդենտ դառնաս, Պուտինի տեղն ես էլի մեծից անում։ Ուրիշ բան չասի։ Հա, լրիվ ճոտկի ես արի, իրանք տենց կուտուտում են։ Պլյուս ռուսերենա որ լավ ջոգեն, ինչ ասում այդ կնիկը։ Նորմալ է, 5 բալը։ Հայաստանի համար 0։ Նստի 2։ Հերթական 2-ը ստացար ախպեր։ Հա, մեկ է Նարեկ, այդ դու քո ժողովրդին, քեզ սատարող ժողովրդին, նա տազնվորին ասա, որ ոչ դու կարաս լես վարչապետ, ոչ էլ Սամոն։ Նա բաց էի բաց սաղին ասա էլի։ Հերիքա խապեք այդ ժողովրդին։ Բե։ Իսկ հիմա դիմում եմ մեր ՆԳՆ նախարարությանը, ոստիկանությանը, եւ մեր դատախազությանը Տիկին Վարդապետյանին։ Մենք խնդրում եմ հայտնաբերեք այս տիկնոջը, մենք հարցակննեք, հասկացեք ով է այս տիկնոջը նեղացրել, ով է իր աղջկան կամ տղուն կարող է իր աչքի առաջ բռնաբարել, ես տեղյակ չեմ։ Կարող է պատահի ունեցվածքն են տարել, կամ իր բիզնեսի մեջ 50-50 են մտել, տեղյակ չեմ։ Մի հատ տեղեկացեք, էլի ինչ է կատարում։ Կարող է պատահի բանակում տղա ունի, որին այնտեղ ինչ որ մի բան են արել, չգիտեմ։ Կարող է պատահի զոհ ունի ու ուղեղը լցրել են, որ այդ զոհին դուք եք սպանել, էլի, ասենք մարդ ես հիմա։ Կարող է պատահի իրոք ворթեկորից ծնող ես, չգիտեմ, տեղյակ չեմ։ Համենայն դեպս այս կինը աղաչում պաղատում է, որ մեզ վերացնեն։ Համենայն դեպս ձեզ կառավարությանը վերացնեն, հետքը չթողեն։ Սա նաև հաղորդում է, սա նաև ցուցմունք է, սա նաև կոչ է, այնպես որ խնդրում եմ մի հատ ուշադրություն դարձրեք, ինչա կատարում։ Ես արդեն հոգնել եմ իմ երկրում, իմ սեփական երկրում, իմ նկատմամբ կոնկրետ ինչ որ ահաբեկչական կոչեր լսելը։ Արդեն դավադիտ եմ եղել։ Երկու պոլ եղավ։ Մի հատ ընդունեք սա որպես հաղորդում։ Այս կինը ինչ կոչ է անում, ինչա պաղատում։ Ինձ վերացնելու մասին, հա, խնդրում։
Կարող է իրան բռնաբարել են, մի հատ հարցաքննեք հասկանանք։ Ով է բռնաբարել, պատժեք։ Այսքանը։